վարկ դրսևորում։ Չի կարելի։ Ձեր համար չի կարելի։ Մեր մասնագիտական գործունեությունը խոչընդոտում եք։ Դուք կարող եք ձեր մասնագիտական գործունեությունը։ Մի արեք, անելու բան չէ, ձեր համար չէ, ձեր համար չեն բերել։ Խոսքի ազատությունը Հայաստան։ Դուք ձեր գործը շարունակեք։ Այսի մեր գործի մեջ է մտնում։ Մեր չեն խելացնել աղբաններ։ Մենք ձեր գործը խանգարում ենք, դե թողեք մեր գործը անենք։ Թողեք ինձ շատ վատ վարք եք դրսևորում, շատ վատ վարք եք դրսևորում։ Մենք ասեցինք դուր ալցա է, մենք վերջապես ձեր համար չարվում լրագրողների նկատմամբ։ Լմիրա պել դուք եք որոշում, կարելի է թե չի կարելի։ Բարձրաձայնով հետո ես սա ձեզ կտա։ Ինչ դրսևորումներ են տեղի ունենում, դուք մի խաթարեք մեր մասնագիտական գործունեությունը։ Թողեք մեր պաստառը, մի արեք, բացի մի արեք։ Բաց թողեք, մենք խոսքի ազատությունը Հայաստանում, մենք լուր ակցիա ենք անում, մենք լուր ցույց ենք տալիս այնտեղ, մենք հանդիպում ենք Ձեր գործը կարող եք շարունակել, չեք թողել։ Վերջում կվերադառնանք սա ձերն է։ Սա ձերն է։ Ումից եք հրահանգստալ շարունակեք մենք գնացինք։ Այ Ժորժ ջան, բան չկա գրած, նորմալ բան է գրած։ Եկեք գնանք աշխատակազմի ղեկավարություններ։ Եկեք ժողով սաղովի։ Ասում են աշխատակազմի ղեկավարն է հրահանգել։ Տղեկ, խնակած գնելու համար մեկը Էրդողանի ակրանան է թևերը ծոլում։ Ինչ է կանում։ Լավ է, ինչ է կանում, էլի։ Լրագրողների քպեի պատգամավորը նկար։ Որը ժամանակին ազգային ժողովի ամբյոնից պլակատ ապայ։ Խանդանա Սարգիսը։ Լրագրողը ով ասել քննանձ, ով ասել որ չունի։ Ես եմ ասում դուք ո՞նց դուք ինչին եք հղում անում որ ասում եք դուք ինչ հողով չեք անում ինչին եք հղում օրենքի դրույթը կարա լրագրողը ու առհասարակ ոչ մեկ իրավունք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում նման բան կա ակցիա իրականացնել դուք օրենքի ո՞ր դրույթին եք 1000 տարի փոփոխել մեզ աշխատում ժամանակին այսօրվա պատգամավոր պլակատ էր աղում ազգային ժողովի ամբյոնից մեկին ասում էին մոտեցեք թևից բոլորը չէ Հենց է դա դրանց ու դրանց Նատիմանամ ինչ ա եղել, խնդրում եմ, էլի։ Պլակատով խորհրդանշական ակցիա են ուզում անել, արգրավեցին սարան։ Հասկացա, ինչ ա եղել։ Լուր ակցիա, ինչ ենք մենք անում, ասենք ու ենք վնաստալի դրանով։ Բան չունեմ ասելու, բան չունեմ, ներողություն, որևիցե մեկը չի ասում, որ սխալ բան եք անում, եկեք այս կողմ ուղղակի ակցիա անելու տեղ ու վայր չի դա, ես ձեզ խնդրում եմ, այս կողմ եկեք, լավ է, որ ոչ մեկի աչքը չեն հանել, ինչպես հրապարակում են, բայց Եթե մի քիչ չթողնեիք, գուցե եւ կհանեին էլ։ Բան Վերմոյաններ։ Մի քիչ երկար վակցիան է կարող այդ բալկոնը խլվել են։ Ավելորդ բաներ չեմ ուզում ասել, ուղղակի շատ ագրեսիվ վերաբերվում դրսևորում։ Ես տեսա ինչ բացացա, ես որևիցե ձևով լավ եկեք կին դրամարդ կնոջ նկատմամբ դրամարդու նկատմամբ այդ քարի։ Լավ չի որ դուք տեսակ ավելորդ բան չկա։ Ես պաստառը տեսա, հա, բայց նորից եմ ասում, եկեք սա մի կինո չսարքեք, հասկանալի է։ Ակցիա իրականացրել եք, պաստառը դուք ասում եք տեսա, այո, տեսա, ձեր նպատակը պաստառը ցույց տալն էր,
Պաստառը ցույց տվեցիք, դալիճում ես էլ տեսա, մնացածն էլ տեսա։ Հիմա անվա ճիշտ չգիտեմ ինչ հարցրեք, կհարցնեք։ Նիկոլ Փաշինյանի նամակ ունեիք փոխանցեցիք, ՊՊՑ-ը իր գործառույթն է իրականացրել, հետո կփարզեն։ Ինչի են տենց որոշում կայացրել, ով է որոշում կայացրել։ Ով է ցույցում տվել, բայց վերցնում։ Ես կփարզեմ, կասեմ ձեզ։ Աշխատակազմի Ես նման բան չեմ տվել, ես տեսել եմ Բայց քննարկում ունեցաք պարոն Սիմոնյան Անդրանիկ Քոչարյանի հարցով խմբակցությունը։ Չէ, նման քննարկում չի եղել, ես որքանով գիտեմ դուք խմբակցություններին երբ հարցրեցիք մեն Ադրբեջան։ Այսօր եք հանձնել Պարոն Սիմոնյան, քանի որ վարչությունն էլ կուսակցության խմբակցությունն էլ ունի իր ներքին ընթացակարգերը քննելու ինչ-որ հարցեր, այդպիսի հարց կա, որ քննարկեք նաև Չէ, նման բան քննարկելու համար վարչությանը պետք է դիմի կուսակցական եւ նոր վարչությունը, հա, դեսա խմբակցության վերաբերել է, չեմ ասում, Անդրանիկ Քոչարյանի կուսակցական չի։ Չէ, բայց խմբակցության անդամների հարցները։ Խմբակցությունն է դա բանանում, Տիկին Ջեբեջյանը դիմել է խմբակցությունների ղեկավարներին, բոլորի դեպ խմբակցությունների ղեկավարներին, բան կանենք։ Եվ պարոն Սիմոնյան, այս օրերին երկու դիմադի ֆրակցիաների հարց ու պատասխան ընթանում, չէ, խնդրում, հարց ու պատասխան։ Տիկին Ջեբեջյան, Արդեն որի օր դեպքն է ՊՊՑ աշխատակիցները լրագրողների նկատմամբ այսպես են վարվում, պարոն Սիմոնյան։ Ո՞վ պիտի պատասխան տա քաշքշելու համար լրագրողներին։ Որի օր դեպքն է լրագրողների նկատմամբ այդպես են, այո, հունիսի 12-ի ՊՊՑ աշխատակիցները, ձեր հնարավոր պարոն Սիմոնյան, հունիսի 12-ին քաշքշեցին լրագրողներին, որը չէ նաև հիմա դրսևորվել։ Ես որևիցե անգամ լրագրողների հետ կապված միջադեպի վերաբերյալ որևիցե ՊՊՑ աշխատակցի որևիցե հրանք չեմ տվել։ Իրենք ինքնաբուխ են, Խնդրում եմ դա ֆիքսեք։ Եվ աշխատակազմի ղեկավարը լուրջ ծիգրակում է դրան հետևից։ Ես լուրջ եք ասում։ Այո, ես ինքս վկայություն եմ տվել, ցույցմունք եմ տվել։ Ես ինչ եմ, ոչ, ես մասնագիտական գործունեություն եմ իրականացնում։ Իրա շենքում չի կարա իմ մասնագիտական Տեսնելով թե ոնց են լրագրողների հետ վարվում, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ ձեր անձնական գնահատականները։ Դա իմ անձնական գնահատականը չի, ես նման ցույցմունք եմ տվել քննչական կոմիտեում եւ պատասխանատվության են կանչելու բոլոր նրանց։ Ձեր ցիկլակուի մասին ցույցմունք տվեք։ Գնացել տվել եմ, ձեր անուններն եմ տվել։ հետ տվեք մեր իրերը։ Դահլիճում եք հարց ու պատասխանը որ սկսվեց, ինչու բարձրացան օթյակ լրագրողների մոտ, խնդրում եմ բարձրացեք։ Դիրքավորվեք նոր պատասխան։ Ես անկեղծ ասած ուզում եի այո, հանգիստ, ես չեմ շտապում ի տարբերություն մյուս պաշտոնյաների։ Ես ուզում եի դուրս գալ երեխեք անկեղծ ասած շենքից եւ տեսա այդ քաշքշուկը, վազելով բարձացա, որ հասկանամ ինչ է տեղի ունենում, որովհետեւ արդեն շենքից դուրս էի գալիս։ Ես չհասկացա, դուք հասցրեցիք ինչ որ պաստառ պահել։ Ես մեկ տեսա, հա, տեսա որ Հիմա ձեզ բացատրվեց արդյոք դա ում հրահանգով, ինչու։ Աշխատակազմի ղեկավարը սպայն արձակուրդումը Խանձրադյանն է փոխարինում, այսինքն Խանձրադյանն է, գնացեք այսպես խմբով, ասեք պարոն Խանձրադյան, այդ ինչ իրավական հիմքով ես դու նման հրահանգ տալիս։ Ես ուզում եմ հիշեցնել ԿՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, երբ որ լրագրող էր, պաստառով մտել էր դահլիճ, կանգնել էր ազգային ժողովի ամբիոնի դիմաց եւ ակցիա էր անում։ Այսինքն այն ժամանակ կարելի էր, հիմա լրագրողների ակցիա չի կարելի։ Սա ինչ երկակի մոտեցում է։ Ու ընդհանրապես հիմա որ եկել են այստեղ տարբեր պաշտոնյաներ փորձում են ինչ են փորձում ասել։ Իրենք պիտի ապահովեն, որ դուք կարողանաք ազատ ձեր ակցիան իրականացնել, որովհետև հերիք չի լրագրողին վիրավորել են, հերիք չի լրագրողի նկատմամբ ցուցաբերել են խտրական զզվելի վերաբերմունք, մի հատ էլ ձեզ արգելում են դուք արտահայտեք ձեր սահմանադրական բողոքի իրավունքը։ Տիկին Թովմասյան, այս դրվագները, երբ որ նայում են Freedom House կամ միջազգային այլ իրավապաշտպան կազմակերպություններ, ձեր կարծիքով ինչպես կգնահատեն ժողովրդավարության բաստիոն Հայաստանին եւ խոսքի ազատության ինդեքսում Հայաստանը որ հորիզոնական կշպրտվի։ Այսպիսի երևույթները բնականաբար մեզ անընդհատ հետ են շպրտելու խոսքի ազատության ինդեքսի բարձր սանդղակներից, որոնք մենք երբևէ զբաղեցրել ենք,
որովհետև խոսքի ազատությունը ամենաբարձր եւ ամենապաշտպանված իրավունքներից է, որ գերակա իրավունք է եւ չի կարելի խոսքի ազատությունը այսքան սահմանափակել։ Դուք լրագրողներ եք, որոնք падգամավորներից շատ եւ падգամավորներից ավելի սրտացավ լուսաբանում են ազգային ժողովի աշխատանքները եւ ձեզ անընդհատ մեկուսացնել է, քանի կա մեկուսացրել էին ինչ որ մի հատ սրահում են թողում գործունեություն ծավալեք, հիմա նաեւ ձեր սրահում չեն թողնում, դուք ակցիա իրականացնեք, այսինքն ինչ որ վարչապետը նստածա, պետք է քար լռություն լինի, որևէ մեկ անհանգստություն չպատճառի, բա թող մի հատ անհանգստանա։ Ես տեսա, որ ինքը նայում էր ուշադիր ակցիա ինչա կատարում։ Բա Նիկոլ Փաշինյանը լրագրող ա եղել, բա ինքը չի հասկանում, որ նման դեպքերը դատապարտելի են, առավել եւս Անդրանիկ Քոչարյանի վարքը առաջինը ինքը պիտի դատապարտեր, եւ եթե մասնագիտական բարեխղճությունը դեռ չի դավաճանել Նիկոլ Փաշինյանին, ինքը պիտի բարձրանար ձեր մոտ, ասեր ինչ ա պատահել, Ժողովուրդ ջան, ինչ ա եղել։ Ասեք, ես ձեզ կլսեմ, պաստառ մի պահեք։ Իսկ դուք ինչ եք կարծում, անվտանգության աշխատակիցները այստեղ ինչ արեցին, ապօրինություն դուրս տվեցին։ Ես կարծում եմ, նրանց գործողությունները ես գնահատում եմ ոչ իրավաչափ, այն պարզ պատճառով, որ լրագրողները իրավունք ունեն իրականացնելու նաեւ ակցիա եւ դրանով ուշադրություն հրավիրելու իրենց ցանկացած խնդրի վրա, իսկ խնդիրն այն է, որ երկար ժամանակ արդեն մի շաբաթ մոտավորապես կլինի, մենք շարունակ խոսում ենք, կողքից դատապարտում ենք, ելույթներ ենք ունենում Անդրանիկ Քոչարյանի վարքագծի մասին, բայց դեռ որևէ առարկայական պատիժ մենք չենք տեսել падգամավորի գործողությունների համար։ Եվ նորմալ է, որ դուք ինչ-որ բան եք կազմակերպում եւ այդ ակցիան պիտի ունենա իր հասցեատերը եւ այդ հասցեատերը իշխանությունն է։ Եվ հիմա իշխանությունը փորձում է թաքնվել ըստ էության թիկնապահների ետևում։ Տիկին Թոմասյան, դուք քանի որ պատգամավոր եք, դրա համար եմ նաև խոսում, ինչ եք կարծում, այսպիսի դեպքերում հրահանգները սովորաբար ով է տալիս եւ եթե այդ հրահանգը, այսինքն ինքն է կազմակերպվում, թե գալիս է այդ հրահանգը ամեն դեպքում եւ եթե այո, ով, ում է Ես կարծում եմ, որ այս հրահանգը ազգային ժողովի ղեկավարության կողմից է տրվել, ինչքան իրանք փորձ անեն դեպի ներքև ավելի իջեցնել աշխատակազմի ղեկավարի մակարդակ, ես կարծում եմ, որ ավելի բարձր մակարդակում եւ կայացվել է քաղաքական որոշում հենց Ալեն Սիմոնյանի կողմից, որ եկել է այստեղ փորձում է երկակի չափանիշներով ինչ ա եղել Ռիփսիմե ջան, ինչով օգտակար լինեմ, խիչ գիտեք Ռիփսիմեի հետ ինչ ա եղել, ինչով պիտի օգտակար լինեք, նոր պիտի բացահայտեք։ Դուք շատ լավ գիտեք ինչ ա տեղի ունեցել Ռիփսիմեի հետ։ Կարծում եք, որ Ալեն Սիմոնյանը Ես որպես պատգամավոր ծանոթ լինելով ազգային ժողովի աշխատակարգի ընթացակարգերին, ես վստահ եմ ավելի քան, որ այսպիսի որոշումը, որը որ ուղիղ կապ ունի քաղաքականության հետ եւ ուղիղ կապ ունի լրագրողների մասնագիտական գործունեության հետ, չէր կարող հրահանգը չտալ Ալեն Սիմոնյանը։ Ես այդ կարծիքին եմ։ Ես էլ Կարանք երեխեք։ Okay, երեխեք կարանք։ Ռիփսիմե դուք օգտակից դուրս գալուց տնտեցիք, որ նաև քերծվածքներ, հա, ունեցաք, կնկարագրեք ինչ ունեցավ մի քիչ ձեր նկարագրությամբ նաև։ Դե տեսակ, քերծվածքները որ նա մի քիչ շատ կոպիտ ձևով այդ պաստառը ուղղակի խլում էին, փորձում էին խլել ձեռքիցս ու այդ քաշ տալով, գետին գցելով, ասենք ամեն ձև, քանի 3-4 տղամարդ փորձում էր կնոջ ձեռքից այդ պաստառը խլել, դրա համար որոշ վնասվածքներ ձեռքի վերքեր ստացա։ Հիմա սրանից հետո արդեն ինչ քայլեր եք նախատեսում, նկատի ունեմ էթիկայի հանձնաժողովի մասով արդեն ակնկալում եք, որ խմբակցություններ անցնեն կոնկրետ գործողությունների։ Մենք լուր ակցիա ենք փորձում իրականացնել, ուղղակի ուշադրություն գրավելով իրենց թիմակիցներից, որ հետևողական լինեն, որ մենք չենք լռելու, լրագրողների հետ պետք է զգույշ վարվել, այսպիսի գրություններ էր ուղղակի, իրենք թույլ չտվեցին այդ ակցիան իրականացնել, չնայած մեր երկրում խոսքի ազատություն է, ասում են։ Իսկ ինչ է պաստառի վրա գրած, նկարած։ Չհասցրեցությունը կասեք Ռիփսիմե։ Անդրանիկ Քոչարյանի լուսանկարներ պաստառի վրա ետ էր վերադարձվում, այսպես ասած, իր խոսքերը, որ գիտեք իր հայտնի արտահայտություն, ասել է շուրթերդ մաքրի, որ Անդրանիկ Քոչարյանը դա անի։ Դա էր պաստառի վրա, գրված է լրագրողների հետ զգույշ, ասա ներողություն։ Այսպիսի գրություններ էին, տեսակ մնացածը ինչ կատարվեց։
Եվ հիմա սպասելի է արդեն էթիկայի հանձնաժողովը։ Հիմա գնդակը ավելի շատ իշխանությունների դաշնում է, որովհետև դիմադիրները արդեն աջակցություններ իրենց հայտնել են, ասել են, որ պատրաստ են ստեղծել էթիկայի հանձնաժողով, գնդակը իշխանության դաշտում է, տեսնենք թե ինչպես կվարվեն նրանք, արդյոք կընդունեն, որ իրենց թիմակիցը սխալ է վարվել, թե այդ խարանը իրենք էլ կկրեն։ Իսկ դուք Տիկին Թովմասյանը նշեց, որ հրահանգը ամեն դեպքում Ալեն Սիմոնյանն է հնչեցրել, ինչ եք կարծում, ինչ տեղ ունեցավ այդ մասը։ Դուք տեսաք, որ ՊՊՑ-ն ուղղակի եկավ ու թույլ էլ չտվեց ընդհանրապես պաստառը sense կիսով չափ էր բացված, թույլ էլ չտվեց բացել, միանգամից խլեց մեր ձեռքից։ Ալեն Սիմոնյանը ձեր ներկայությամբ վստահեցեց, որ այդ հրահանգը ինքը չի տվել, ես չգիտեմ, ասած գուցե աշխատակազմից են տվել, չգիտեմ որտեղից են տվել, այդ ընթացակարգերին անկեղծ տեղյակ չեմ։ Համենայն դեպս Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ հրահանգը իր կողմից չի իջեցվել։ Հիմա ես չգիտեմ ով էր ասել, որ այդպես վարվեն, ով էր ասել խոչընդոտեն լրագրողների ազատ խոսքին, չգիտեմ, կերևա առաջիկայում։